Արտավսկի հետքերով վերանորոգվող բնակարանը 14-ականի շենք ենք, երկրորդ հարկում ենք, շենքում բազում եղել եմ, հին բարապես հնացած գովագծեր են, այստեղ մի խոսքով շատ երկար ժամանակին աշխատել է, ոչ այս շախտայի վրա, կողքի պատիզդի շախտայի վրա, այսինքն խնդիրը արտահայտվել էր ներքևը մասնավոր կլինիկա էր այդտեղ, բայց խնդիրը 11-րդ հանգում էր, հնարավոր է շատ ուտն ժամանակատարը լինի, այսինքն շախտի հանգույցում ջրեր է արտահոսում, ոնց հասկացա երբեմն ուժեղ, այս պահին թեթև կաթոց է, հասկանանք որտեղից է։ Արդյունքում երկար ու բարար որոնումները հետևյալին հանգեցրել, այսինքն այս խողովակը 4-րդ հարգից դուրս փախած էր, որը միացած է տրապին, մի խոսքով այդտեղից էր հոսում, տրապը օգտագործելու ժամանակ, այստեղ վերականգնելու բանը չի կար, ուղղակի սխմեցինք հանգիմն ընկավ տեղը, ըստ երևույթին հանգիմը վերանորոգական աշխատանքներն արեց ժամանակ էր դուրս ընկել, բայց ամեն դեպքում ունեմ կասկածներ նաև, որ կենտրոնական կողմագծի ներքևներ կարող խնդիրներ լինի, ուղղակի այսպես դիտարկելով ներքևը ամբողջովին քարաթափած է, այսինքն մոտավորապես հատակից մի 70 սանտիմետր բարձրության վրա դիտարկել ոչ մի ձև չի լինում, հոսքն էլ կարող մանր լինի, դրա համար ջերմատեսիլով ես իրան չեմ կարող դիտարկեմ։ Մի խնդիր բացահայտացա, բայց չեմ կարծում, որ խնդիրը միայն սա էր։ Ամեն դեպքում այս տան բնակչին ու վերևի տան պատասխանատուին խորհուրդ եմ տվել, որ կողերի փոխեն, որովհետև ամեն դեպքում ինքը սենց անմխիթար վիճակում էր, ու քանի որ այստեղ հիմա կապիտալ վերանորոգման փուլում է, իս վերևը ննջարանա, այսինքն ընդերից հասանելիությունը ավելի հեշտ է, ճիշտ կլինի փոխել, որովհետև ամեն դեպքում կասկածներ ունեմ, որ այդտեղ խցանման ժամանակ կարա թողի, որտեղ թարսուշի տակ մուֆտերով է հավաքած, կարա խնդիրը նաև այս հատվածում լինի, բայց մի խոսքով երկու տեղ էր աղբյուրը, մեկը կասկածելիս է, մյուսը ակնհայտ։